Զբոսաշրջության սեզոնը մեկնարկել է նաև Աղթալա քաղաքում։ Աղթալայի հոգևոր հովիվ Տեր Վիգեն Քահանա Ղազարյանն ասում է, որ օրական մոտավորապես 100-ից 120 մարդ են ընդունում։ Աղթալայի վանքը մեծ հետաքրքրություն է ներկայացնում հատկապես իտալացի, գերմանացի ու ֆրանսիացի զբոսաշրջիկների համար։ Գիոն Ալոնսը Ֆրանսիայից է եկել։ Հայաստանում առաջին անգամ է ու շատ տպավորված է հատկապես պատմամշակութային ժառանգությամբ։ Սակայն Գիոն Ալոնսն այստեղ է ոչ թե որպես զբոսաշրջիկ, այլ զբոսաշրջության ոլորտի մասնագետ, ով փորձում է այդ ոլորտի զարգացման համար հեռանկարներ գտնել այստեղ։ Լոռու մարզն ու Ֆրանսիայի Պակաշրջանը արդեն մի քանի տարի է բարեկամություն են անում։ Այդ բարեկամության շրջանակներում համագործակցում են տարբեր ոլորտներում՝ տուրիզմի, ագրոտուրիզմի, նաև անասնապահության։ Այս ոլորտների մասնագետներն այցելել են Լոռի ուսումնասիրելու տեղի ռեսուրսները խորհրդատվական ու այլ աջակցություն ցուցաբերելու նպատակով։ D'une manière générale, il y a effectivement un patrimoine qui est tout à fait intéressant. Ընդհանուր առմամբ շատ հարուստ պատմամշակութային ժառանգություն կա մարզում։ Զբոսաշրջիկներին առաջին հերթին հենց դա է հետաքրքրում, սակայն անհրաժեշտ է ձեռնարկել նաև այնպիսի քայլեր, որոնք թույլ կտան տնտեսապես զարգացնել մարզը։ Մինչև հիմա մենք ոչ մի համապատասխան ենթակառույց չենք գտել։ Այնինչ այստեղ անհրաժեշտ է ունենալ գիշերելու տեղ, սննդի օբյեկտներ ու ժամանցի վայրեր, որպեսզի կարողանանք վայելել այս հրաշալի բնությունը։ Découvrir le patrimoine et aussi ces paysages qui sont tout particulièrement magnifiques. Կասել Բուշարը Ալպյան լեռներում ոչխարաբուծությամբ է զբաղվում։ Նա այստեղ է, որպեսզի բացահայտի Լոռիում այդ բնակավարի հնարավորությունները։ Հույս ունեմ, որ մեր փորձով կարող ենք օգտակար լինել, որպեսզի օժանդակենք անասնապահության զարգացմանը։ Մեզ հետաքրքրում են հատկապես տեղական պանրի տեսակները եւ այն ամենն, ինչ արտադրվում է կաթից։ Աղթալայի քաղաքապետ Հայկ Խաչիկյանն ասում է, որ Աղթալան ընդգրկված է նաև Հյուսիսային դարպաս զբոսաշրջային ծրագրում։ Դրա շրջանակներում որոշ քայլեր արվել են, սակայն անելիքներ դեռ շատ կան։ 2007 թվականին պետական միջոցներով ճանապարհներն են կառուցվել եւ 2010 թվականին համայնքային միջոցներով եկեղեցի բերող ճանապարհն է հիմնանորոգվել եւ այստեղ մեզ մնում է միայն հյուրատներ եւ այլ սպասարկման օբյեկտներ կառուցել կամ պայմաններ ստեղծել, որպեսզի ներդրողը դրանք կառուցի, որպեսզի զբոսաշրջիկը գալով այս պատմամշակութային հուշարձանների այցելության ընթացքում կարողանան իրենք կեցավայր կամ ասենք իրենց պայմանները կարողանան բարելավել։ Կարծում եմ, որ բոլոր նախադրյալներն ունենք, որպեսզի տարածաշրջանում տուրիզմը աստիճանաբար զարգացնելու։ Ֆրանսիացի մասնագետները կհանդիպեն նաև մարզպետի հետ տեղեկանալու համար այն խնդիրների մասին, որոնք խանգարում են այս ոլորտի զարգացմանը։ Արդեն կոնկրետ ծրագրերով նրանք կրկին Լոռի կայցելեն սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։ Նատալիա Ուսյան, Արմեն Հովսեփյան, լուրեր։